Հոկտեմբերի 23 Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ։ Միթե դուք էլ եք ուզում գնալ։ Հովհաննես ավետարան 6:67 Շատերն էին հեռացել Քրիստոսից և այլևս նրա հետ չէին շրջում։ Արդյոք դու ևս պատճառ ունես այդպես վարվելու։ Արդյոք դրա համար որևէ պատճառ եղել է անցյալում։ Միթե Հիսուսը չի ապացուցել, որ կարող է բավարարել քո բոլոր կարիքները։ Նա քեզ դիմում է այս առավոտ, սիրելիս։ Միթե ես քեզ համար ոչ մի նշանակություն չեմ ունեցել։ Երբ հոգիդ վստահել է Հիսուսին, շփոթության գեթ մեկ պատճառ եղել է։ Միթե դու նրան կարեկցող և մեծահոգի չես համարել։ Միթե նրա հանդեպ պարզ հավատը քեզ չի տվել այն խաղաղությունը, որ փափագում էր քո հոգին։ Կարելի է երազել ավելի լավ ընկերոջ մասին, քան Հիսուսն է։ Այդ դեպքում հին ու փորձված ընկերոջ մի փոխիր նոր և կասկածելի ընկերոջ հետ։ Երբ մենք մեզ վրա զգում ենք այս աշխարհի հակակրանքը կամ բավականին բարդ փոփոխությունների շրջան ենք ապրում եկեղեցում, մենք օրհնություն ենք համարում մեր գլուխը թանկագին Հիսուսի կրծքին դնելը։ Ուրախությունը, որ մենք ապրում ենք այսօր, կայանում է նրանում, որ մենք փրկված ենք նրանում։ Եվ եթե այդ ուրախությունը մեզ համար գոհացնում է, ապա ինչ կարիք կա ընդհանրապես մտածելու ինչ-որ փոփոխությունների մասին։ Ո՞վ է ոսկին փոխարինում թափոններով։ Մենք չենք հրաժարվի արևից, մինչև նրան փոխարինող չգտնենք։ Մենք չենք լքի մեր Տիրոջը, մինչև չգտնվի ավելի սիրելի։ Բայց քանի որ այդ ամենն անիրական է, մենք նրանից կառչած ենք մնալու, և նրա անունը մեր սրտի վրա կնիքի պես ու մեր բասկի վրա կնիքի պես ենք դնելու։ Երգերքոց 8:6 Ինչ վերաբերվում է ապագային, կարելի է արդյոք պատկերացնել ինչ-որ բան, որը կարդարացնի Աստծո դեմ խռովությունը կամ նոր ղեկավարության ներքո հակառակորդի ճամբար անցնելը։ Կարծում եմ ոչ։ Որքան էլ երկար վիճակվի ապրել, նա անփոփոխ է մնում։ Նույնիսկ եթե մենք նախկինի նման աղքատ ենք, միթե ավելի լավ չէ ունենալ Քրիստոսին, որը կարող է մեզ հարստացնել։ Երբ մենք հիվանդության մահճում ենք, ավելի լավ ինչ կարող ենք ցանկանալ, եթե ոչ Հիսուսին, որը կհարդարի և կուղղի մեր անկողինը։ Իսկ երբ մենք մահվան մահճում ենք, իրավունք ունե՞նք արդյոք մոռանալու այն, որ ոչ մահը, ոչ կյանքը, ոչ ներկա և ոչ էլ գալիք բաները, ոչ բարձրությունը, ոչ խորությունը, ոչ էլ մի ուրիշ արարած չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է։ Եկեք Պետրոս առաքյալի հետ ասենք. Տեր, մենք ո՞ւմ գնանք։ Հովհաննես ավետարան 6:68